1998 թվականին էկրան բարձրացած Sex and the City սերիալը դարձավ ոչ միայն հեռուստատեսային նորամուծություն, այլև հասարակական բանավեճի մեկնակետ։ Այն պատկերում է 4 նյույորքաբնակ կանանց՝ Քերի Բրեշոուի, Շարլոտա Յորքի, Միրանդա Հոփսի և Սամանտա Ջոնսի կյանքը լի սիրային հարաբերություններով, կարիերայի մարտահրավերներով և անձնական որոնումներով։ Սերիալը համարձակորեն բարձրացնում էր սեքսուալության, անկախության, կանանց ինքնդրսևորման և ժամանակակից հարաբերությունների թեմաները, փոխելով աշխարհը և մասնավորապես ամերիկյան հասարակության ընկալումները կնոջ դերակատարության մասին։ Այն հեռուստատեսային սերիալից վերածվեց մշակութային շարժման, որը նպաստեց կանանց մասին խոսքի ազատացմանը, նոր մտածողության ձևավորմանը և սեռերի ու հարաբերությունների վերաբերյալ պատկերացումների վերանայմանը։ Դրա ազդեցությունը շարունակվում է մինչ օրս, ինչպես մեդիա դաշտում, այնպես էլ հասարակական արժեքային համակարգում։ Ողջույն, բարի գալուստ իմ ալիք, ես Անահիտն եմ։ Այսօրվա հոլովակը նվիրել եմ իմ ամենասիրելի սերիալներից մեկին, ճիշտ երրորդին։ Առաջին տեղում գտնվում է Friends-ը, երկրորդում Match By թեորեմը, երրորդն էլ Կեքսը մեծ քաղաքում։ Եկեք այսպես անվանենք, որպեսզի հանկարծ YouTube-ը բլոկ չանի հոլովակ, եւ ամենակարևոր մասերից մեկն այն է, որ շատերին դուրս չի գալիս օրիգինալ բառը։ Դրա համար մենք այն կանվանենք Կեքս, որպեսզի ոչ մեկ չխառնի։ Ես այս սերիալը շատ եմ սիրում, այն շատ բան է փոխարել մարդկության ճակատագրի պատմության մեջ, հատկապես կանանց, բայց վատն այն է, որ սերիալը սխալ ասոցիացիաներ ունի։ Ճիշտ է, խոսում են Կեքսի մասին, բայց ամենևին էլ դա չի հիմքը։ Թե ինչն է հիմքը, մենք կհասկանանք մի փոքր անց, իսկ հիմա ձեզանից ուզում եմ խնդրել, որպեսզի սաղ մեկ լայքի կոճակը գրեք մեկնաբանություններ, եթե հավանում եք հոլովակը, անպայման կիսվեք ձեր ընկերների հետ, իսկ մենք գնում ենք առաջ։ Սերիալը նկարահանվել է Քենդիս Բուշնելի սյունյակում տեղադրված հոդվածների հիման վրա։ Նա իր կյանքի մասին ինֆորմացիա է հաղորդել մարդկանց ուղղակի սյունակում գրելով այն ամենը, ինչ որ արել է Քերին հեռուստասերիալի ժամանակ։ Հավաքվել են միտեղ, ստեղծվել է գիրք, այնուհետև թողարկվել է նաև ֆիլմը։ Ֆիլմը գնել է Դարեն Ստարը, պրոդյուսերը գնել է Քենդիս Բուշնելից ընդամենը $60,000-ով։ Դե ինչքան միլիոնների եկամուտ են ունեցել։ Չնայած որ $60,000 այն ժամանակներում բավականին մեծ գումար էր։ Իրականում գոյություն է ունեցել Mr. Big-ը, դա եղել է GQ-ի նախկին գլխավոր խմբագիրը։ Քենդիս Բուշնելը եւ նրա միջև եղել է սիրավեպ, իսկ Քենդիս Բուշնելը այդ մարդուն նկարագրել է որպես անձնավորություն, ով մտնում էր սենյակ, դու զգում էր, որ սենյակում մեծն մարդ կա։ Այդ իսկ պատճառով էլ անվանեցին Mr. Big մեր հերոսին։ Ինչպես է տեղի ունեցել քասթինգը։ Ես կխնդրեմ, որպեսզի դուք մեկնաբանություններում գրեք, թե որ հերոսուհուն եք ամենաշատը սիրում, այսինքն Քերին, Սամանտային, Միրանդային, թե Շարլոտին, եւ սիրում եմ Սամանտային, իմ համար ինքը լրիվ ուրիշ մակարդակի վրա, ինքը լրիվ ուրիշ կերպար է, ամենաուժեղ կինն է, որին ես հանդիպել եմ, կերպարը, ոչ թե դերասանուհին, այլ հենց կերպարը։ Սարա Ջեսիկա Պարկերը չի համաձայնվել նկարահանվել այս սերիալում։ Ինչի՞։ Որովհետև նրան դուր էր գալիս թատրոնում խաղալ, ինչպես նաև ֆիլմերում, որտեղ այնտեղ պայմանագիրը երկար չէր, ինչպես նաև նա օրերով չէր մնալու ուրիշ քաղաքում զուտ սերիալում նկարահանվելու համար։ Այդ իսկ պատճառով նա խնդրում էր ֆիլմերի գրաֆիկը։ Նրան մի քանի անգամ են համոզել, որպեսզի նա մասնակցի, բայց նա իր պայմանն է դրել, որ սերիալում նա երբեք չպետք է ներկայանա մերկ, որ նա չի ունենալու տեսարաններ կեքս խաղալիքներով, ինչպես նաև նա չի հայհոյելու բացարձակ սերիալում։ Սամանտային դեր առաջարկելու ժամանակ, ճիշտ Քիմ Քետրելին Սամանտայի դեր առաջարկելու ժամանակ նա 5 անգամ մերժել է։ Պատճառաբանելով, որ մակերեսային է, Սամանտան այդքան էլ չի հետաքրքրում իրեն, բայց երբ որ պրոդյուսերները փորձել են այս նախագիծը վաճառել Քիմ Քետրելի գործակալի վրա, գործակալին դուր եկել, նա էլ փորձել է ներկայացնել Քիմ Քետրելին։ Քիմ Քետրելը լավ կարդացել է դերը, հասկացել է, որ Սամանտան այդքան էլ թեթևսոլի կին չի։ Սամանտան թերևս ամենաուժեղ կինն է այս ամբողջ սերիալի ընթացքում եւ 4 կանանցից ամենաուժեղը հենց նա է։ Սինթիա Նիքսոնը գնացել է լուսումներ, որպեսզի կատարի Միրանդա Հոփսի դերը։ Նրան չեն ընդունել։ Ինչի համար, որտեղ Դարեն Ստարը մտածել է, որ Միրանդան պարտադիր պետքա լինի շիկահեր չէ, ներողություն, կյաժ, այսինքն կարմրահեր։ Այդ իսկ պատճառով Սինթիա Նիքսոնը չի ստացել դերը, բայց նա չի հուսահատվել, գնացել է տուն, մազերը ներկել է այդ գույն եւ եկել է հաջորդ օրը լուսումների ու գրավել բնականաբար պրոդյուսերների սիրտը։
Քրիստին Դեյվիսը եկել էր լուսումների, որպեսզի ստանար Քերի Բրեդշոուի դեր, բայց պրոդյուսերները նկատում են, որ Քրիստին Դեյվիսին կսած էր հենց Շարլոտայի կերպարը՝ նուրբ, նրբագեղ եւ սլացիկ արիստոկրատուհուն։ Այդպես նա ստանում է իր դերը։ Իսկ թե ինչպես են ընտրում Միսթր Բիգին, դա շատ հետաքրքիր է։ Դարեն Ստարը որոշում է, որ առաջարկություն անի Ալեք Բոլդուինին, որպեսզի նա լինի Միսթր Բիգը։ Ալեք Բոլդուինին ընդհանրապես չի հետաքրքրում այս նախագիծը եւ նրանք նոր գնում են Միսթր Բիգի մոտ Քրիս Նոլանի։ Քրիս Նոտ Ես ամբողջ ընթացքում Քրիս Նոլանը ասա Քրիս Նոտ, ներողություն Քրիս Նոթի որ էլի չի համաձայնվում, որտեղ մտածում ես զուտ կանացի սերիալը, այդպես հետաքրքիր բան չկա մեջը, բայց երբ որ կարդում ես սցենարը հասկանում ես, լավ, եկեք փորձենք։ Եվ կարելի ասել, որ Քրիս Նոլանի կերպարը իսկապես համապատասխանում է Միսթր Բիգին, արտաքինը, նրա կազմվածքը, խոսելաձևը եւ այլն։ Մի խոսքով են որ в точку։ Այս սերիալը արդեն նման է կանանց հանրագիտարանի։ Շատերն են սիրահարվել այս սերիալին եւ այն դեռ ակտուալ է։ Սակայն այս սերիալը ամենևին էլ կեքսի մասին չէ, թեև դրվագներում երբեմն լինում են ինտիմ կադրեր, բայց այս պարագայում ավելի շատ խոսվում է կանանց ընկերության մասին։ Կեքսն ու զուգընկերները այստեղ գլխավոր դերերում չեն, միայն լրացուցիչ դերեր են խաղում։ Բալետային ձևացքով զգեստը, որը Քերին կրում էր շոուի խորհրդանշական բացման ժամանակ, սերիալի ոճաբան Պատրիցիան գնել է սովորական տնտեսական խանութից ընդամենը $5։ 5-րդ սեզոնը բաղկացած էր ընդամենը 8 սերիայից, թեև նախորդ 3 սեզոնները ունեին 18 սերիա։ Պատճառը Սարա Ջեսիկա Փարքերի հղիությունն էր։ Սցենարիստները չեն կարողացել ճիշտ խաղարկել նրա հղի լինելու փաստը, այդ իսկ պատճառով ստիպված եղել են ընդհատել նկարահանումները եւ մեկնել արձակուրդի։ Երրորդ եթերաշրջանի 13-րդ Փախուս Նյու Յորքից սերիայում նկարահանվում է Մեթյու Մաքքոնեհին, ով խաղում էր ինքն իրեն։ Սկզբում ստեղծողները հրավիրել են Ալեք Բոլդուինին, երբ նա հրաժարվել է, առաջարկել են Ջորջ Քլունիին։ Նա էլ է մերժել, հետո դիմել են Ուորեն Բիթիին։ Նա նույնպես մերժել է եւ միայն Մեթյու Մաքքոնեհին է համաձայնվել։ Իդեպ այս տեսարանը ես տանել չեմ կարողանում, երբ որ հերթը հասնում այս դրվագին, ես այն պարզապես առաջ եմ տալիս, որպեսզի հանկարծ աչքից չընկնի։ Քերի գրած ամենաթանկ զգեստը կարելի է տեսնել 6-րդ սեզոնի նախավերջին դրվագում։ Դրանում նա հյուրանոցում սպասում էր Ալեքսանդր Պետրովսկուն, ում մարմնավորում էր ռուս դերասան Միխայիլ Բարիշնիկովը։ 2012 թվականին $9,650,000 վաճառվել է Քերի իրական բնակարանը, իսկ սերիալում գլխավոր հերոսուհին բնակարանի համար ամսական վճարում էր $750։ 6-րդ եթերաշրջանում Քերին դրսում հանդիպում է Էյդենին երեխայի հետ։ Այս փոքրիկը Սարա Ջեսիկա Փարքերի իսկական որդին է, նույն տղան, որով նա հղի էր 5-րդ սեզոնի նկարահանումների ժամանակ։ Քրիստին Դեյվիսը, ով մարմնավորում էր Շարլոտային, խոստովանել է, որ ամաչում էր տատիկին պատմել այն սերիալի սյուժեն, որում նա նկարահանվել է։ Նա նույնիսկ վախենում էր իր աչքի առաջ արտասանել այդ սերիալի անունը։ Անգամ ծնողներին արգելել է դիտել այս սերիալը։ Սերիալի սցենարիստները իրենց կյանքից են վերցրել սյուժեներից շատերը։ Օրինակ, երբ Բերգերը հայտնում է Քերին բաժանման մասին, օգտագործելով սովորական ստիկեր։ Սերիալի ընթացքում Քերին իր սենյակում տալիս է 92 հարց։ Վերջինը ձևակերպված է հետևյալ կերպ. գուցե ժամանակն է դադարեցնել հարցնելը։ Սերիալի վերջին սերիայի նկարահանումները ավարտվել են 2004 թվականի փետրվարի 18-ին, սերիալի հեռարձակումից 4 օր առաջ։ Սերիալի ամբողջ ընթացքում գլխավոր հերոսուհիներից ոչ մեկը երկու անգամ նույն իրը չի կրել, բացառությամբ Մորթիա Վերարկուի, որը կրում էր Քերին առաջին 2 սեզոններում, ինչպես նաև վերջին եթերաշրջանում։ Իսկ նկարահանումներից հետո Սարա Ջեսիկա Փարքերը տուն է տարել շոուի հագուստներից շատերը, սկսած ներքնազգեստից Դոլչե & Գաբբանայի, որը նա կրում էր ճարաբաստիկ նորաձևության ցուցադրության ժամանակ, ինչպես նաև կապույտ մանոլոբլանիկ կոշիկները։ Սերիալի եզրափակչում Քերին բարձրակրունկներով վազում է Փարիզի փողոցներով, որպեսզի կոշիկների բարձրության պատճառով Սարա Ջեսիկա Պարկերը չսայթաքեր, դրանք բառացիորեն կպցվել են Քերի ոտքերին սկոտչի օգնությամբ։ Իսկ Սարա Ջեսիկա Պարկերին իրականում կարելի է հերոսուհի անվանել, քանի որ նա ամեն նկարահանման օր 18 ժամ գրել է բարձրակրունկ կոշիկներ։ Իսկ Քիմ Քեթրոլը ստիպում էր, որպեսզի իրեն տան բարձրակրունկ կոշիկներ, անգամ այն դրվագներում, որտեղ երևում է միայն նրա կոնքից վերև հատվածը։
Սերիաներից մեկում Քերին և Միրանդան կապկեք են ուտում, ինչը հետագայում հանգեցրել է այս քաղցրավենիքի ժողովրդականությանը սովորական մարդկանց շրջանում։ Իսկ Մագնոլիա Բեյքերին, որի մոտ նստած են կանայք, միանգամից հայտնի է դառնում և հետագայում հրուշակեղենի խանութի մոտ հերթեր են առաջանում։ Անշուշտ ձեզանից շատերը հիշում են երրորդ եթերաշրջանի այն տեսարանը, երբ Թրեյն ամուսնության առաջարկություն է անում Շարլոտային Տիֆանի խանութի ցուցափեղկի դիմաց։ Այդ ցուցափեղկը իրական խանութի ցուցափեղկ չէ, քանի որ խանութն արգելել էր նկարահանումներ իրականացնել խանութում, անվտանգության նկատառումներից ելնելով։ Նկարահանող խումբը վերստեղծել է Թիֆանի ցուցափեղկը։ Վիկտորիա Բեքհեմը քիչ էր մնում հայտնվեր սերիալներից մեկում, սակայն նա չի կարողացել համատեղել համերգային շրջագայությանը և սերիալի նկարահանումը։ Սակայն Spice Girls-ից մեկ այլ երգչուհի նկարահանվել է ամենաշոգ օրվա սերիայում։ Երրորդ սեզոնի 18-րդ սերիայում Քերին և Բիգը ընկնում են լճակը։ Այս տեսարանը նկարվել է 1 դուբլով։ Նախ լճակը լավ մաքրած են եղել, որպեսզի ընկնելու ժամանակ հանկարծ ոչ ոք ոչ մի վնաս չստանա։ Բայց այն, որ ասում է չարը բարուն հակառակը, Սարա Ջեսիկա Պարկերը հենց լճի մեջ վնասում է իր ոտքը, այնքան խորն է լինում վնասվածքը, որ նրան պատվաստում են անում, որպեսզի ոչ մի խնդիր չառաջանա հետո առողջական։ Նկատել եք, որ Սարա Ջեսիկա Պարկերի բոլոր զգեստները մի փոքր պրովոկացիոն են, հետաքրքիր ու աչք են շոյում, աչք են ծակում, հնարավոր է չշոյեն, բայց կծակ են։ Գիտեք ով է կոստյումների դիզայները։ Պատրիցիան։ Նա հայուհի է։ Նրա հայրը գաղթական է, գաղթել է կոտորածի ժամանակ եւ տեղափոխվել Ամերիկային, տեղ ծնվել է նրա աղջիկը Պատրիսիան, ով հետագայում դարձել է ամենահայտնի, ամենացանկալի, ամենամեծ պահանջարկում ունեցող եւ ամենաբարձր վարձատրվող ոճաբանը։ Նա նաեւ Emily in Paris սերիալի ոճաբանն է։ Էլուր առանց հայերի, լավ, ինչ լեգենդար բան առանց հայի։ Այս սերիալը դարձել է առաջին կաբելային հեռուստասերիալը, որը արժանացել է Էմի մրցանակի լավագույն կատակերգական սերիալի համար։ Նա շահել է 54 Էմի մրցանակներից 7-ը, Ոսկե Գլոբուսի 24 մրցանակներից 8-ը և Էկրանային դերասանների գիլդիայի 11 մրցանակներից 3-ը։ Իդեպ Քրիստին Դեյվիսը այս 4-ից միակն է, ով իր կատարման համար մրցանակ չի ստացել։ 2008 թվականին այս սերիալի հիման վրա թողարկվել է համանուն գեղարվեստական ֆիլմ։ 10 թվականին թողարկվել է դրա երկրորդ մասը, որը ես շատ եմ սիրում։ Իսկ 2013-ից 14 թվականներին թողարկվել է նախադրյալ հեռուստասերիալը The Carrie's Diaries, որը պատմում է Քերիի ավագ դպրոցական տարիների մասին, Սամանթայի հետ ծանոթանալու և Նյու Յորք տեղափոխվելու մասին։ Սակայն այն արագ փակվել է, քանի որ այդքան էլ չի սիրվել հեռուստադիտողի կողմից, ինչպես նաև Սարա Ջեսիկա Պարկերի։ Սերիալի վերջին տեսարաններից մեկում բացահայտվում է Միսթր Բիգի իսկական անունը։ Նրան անվանել են Ջոն։ Շոուի գործադիր պրոդյուսեր Մայքլ Պատրիկ Քինգը ավելի ուշ հիշել է, որ նրա մտքին եկած առաջին անունը հենց դա է եղել։ Ենթադրվում էր, որ Ջոն Կորբեթը, ով մարմնավորել է Էյդենին, պետք է հայտնվեր միայն փոքր քանակությամբ դրվագներում։ Իսկ Քերիից բաժանվելուց հետո նա ընդհանրապես պետք է վերանար ռադարներից։ Սակայն շոուի երկրպագուները այնքան են աղաչել պրոդյուսերներին, որ հետ բերեն Էյդենին, որ նրանք ի վերջո ստիպված դա արել են։ Յուրաքանչյուր սերիա սկսվում է խորհրդանշական հոլովակով, որտեղ Քերին Նյու Յորքում է և քայլում է փողոցով։ Հետո ավտոբուսը, որի վրա Քերիի նկարն է փակցված, անցնում է նրա կողքով և ջրափոսի ջուրը ցողում Քերիի վրա։ Քչերն են նկատել, որ ավտոբուսը նախ լիքն է մարդկանցով, իսկ հաջորդ կադրում այն ամբողջովին դատարկ է։ Բայց հոլովակի պատմությունը չի ավարտվում։ Իրականում այս հոլովակից երկու տարբերակ է նկարահանվել։ Առաջինում Սարա Ջեսիկա Պարկերը կրել է ոչ թե հայտնի սպիտակ բալետային շրջազգեստ, այլ կապույտ զգեստ։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո սերիալի սկզբնական հոլովակը փոխվել է, այդտեղից ջնջվել են երկվորյակ աշտարակները։ Սերիալի խորհրդանիշը նաև կոսմոպոլիտան կոկտեյլն էր, որը հենց այս շոուի շնորհիվ այդքան հայտնի է դարձել։ Բայց հերոսուհիները երբեք նկարահանման հրապարակում չեն խմել այս կոկտեյլը, քանի որ իրականում նրանց բաժակներում կամ գունավոր ջուր էր, կամ լոռամրգոհիութ։ Սերիալի երկրորդ եթերաշրջանում Շարլոտն ամուսնանում է հաջողակ և գեղեցիկ հարուստ բժշկի հետ։ Հարսանիքի օրը հարսնացուն հագնում է գեղեցիկ զգեստ, իսկ փեսացուն կիլտ, քանի որ նա շոտլանդացի է։ Եկեղեցուց դուրս գալու տեսարանում ամեն ինչ կատարյալ է թվում, բացառությամբ մի բանի։ Արարողության ժամանակ լսվում է պարկապզուկների գեղեցիկ մեղեդի, բայց իրականում դա ոչ թե հարսանեկան երթ է, այլ թաղման երթ։ Այս քողարկված ակնարկով սերիալի ստեղծողները ցանկացել են ցույց տալ, որ հերոսուհու ամուսնությունը արդեն իսկ դատապարտված է։
Քերի Բրեդշոուն կոշիկների կրքոտ երկրպագու էր եւ սերիալի յուրաքանչյուր նոր դրվագում ցուցադրում էր իր գեղեցիկ կոշիկները։ Հենց սերիալում Մանոլո Բլանի կապրանքանիշի հաճախակի հիշատակման պատճառով, որ այն մեծ ճանաչում է ձեռք բերել, իսկ այժմ այս անունը բառացիորեն ասոցացվում է այս սերիալի հետ։ Ուղղակի վերջին հատվածում ուզում եմ անդրադառնանք Սարա Ջեսիկա Պարկերի եւ Քիմ Քեթրոլ մեջ առաջացած վեճին։ Ասում են, որ վեճ իրականում որպես այդպեսին տեղի չի ունեցել։ Հիմա ամենտեղ խոսում են, որ նրանց մեջ ոչ մի ընկերական հարաբերություններ չի եղել, որ նրանք իրար տանել չեն կարողացել, զուտ աշխատել են, որպեսզի նկարեն ֆիլմը, սերիալը եւ ամեն մեկը գնա իր տներով։ Ինչպես էր այս ամենին պատասխանում Քիմ Քեթրոլը։ Նա ասում էր, որ նա 10 տարով մեծ է մյուս աղջիկների։ Եվ որ նա շատ էր տարբերվում նրանցից, հետո նա Նյու Յորքա բնակ չէր։ Նրան ավելի հաճելի էր մասնակցել ֆիլմում, նկարահանվել եւ իր գոլեգաների հետ շփվել որպես գոլեգաներ, քանի որ նրանք ընկերներ չէին, նրանց միավորող ընդհանուր թեմաներ չեն եղել։ Եվ նա կարծում է, որ ես էլ եմ այդպես կարծում, որ դա նորմալ է, պարտադիր չի քո գոլեգաները լինեն քո մտերիմ ընկերուհիները։ Շատ քիչ դեպքերում է տենց ստացվում։ Իսկ Սարա Ջեսիկա Պարկերը հարցազրույցից մեկի ժամանակ ասում է, որ իսկ ինչի են միշտ նմանատիպ խոսակցությունները պատտվում կանացի կոլեկտիվում։ Ինչի ոչ մեկ չի խոսում տղամարդկանց կոլեկտիվի մասին, որովհետև այնտեղ ավելի վատ խոսակցություններ են գնում ու ավելի վատ բաներ են անում։ Ինչի են բոլորը կենտրոնացել կանանց շուրջ։ Ինձ թվում է, որ նրանց մեջ ոչ մի վեճ չի եղել, պարզապես փորձել են պրոդյուսերները այնպես անել, որպեսզի սերիալի շուրջ միշտ խոսակցություններ ու աժիոտաժ լինի, որպեսզի նայեն։ Նորմալ երևույթ է։ Ու մեկ բան էլ խորացրեց այս բամբասանքները, երբ որ Քիմ Քեթրոլ չմասնակցեց սերիալի ռիբուտին, այսպես ասած, երբ որ սերիալը թողարկվեց երկրորդ անգամ։ Եղեք, ես որ անդադ sense անում եմ, նայում եմ հո միկրոֆոնս չի անջատվել, որտեղ մեջը շատ քիչ է զարատկեն։ And Just Like That, այդպես է անվանվում սերիալի երկրորդ մասը, որը նկարահանվել է, եթե չեմ սխալվում, 2022 թվականից։ Ես ընդհանրապես չեմ սիրում այդ սերիալը, դա նայելու բան չէ, դա միայն խայտարակությունն է, ոչ մի հետաքրքիր բան չկա այնտեղ։ Հանել են սերիալից, իբր նամահացել է, որովհետև նրան մեղադրել են վատ վարքագծի մեջ մեկ այլ կանանց նկատմամբ։ Ինձ թվում է հասկացաք։ Քիմ Քեթրոլը չի մասնակցում սերիալի նկարահանումներին, հարցազրույցներից մեկում նա նշում է, որ պարզապես աճել այդ դերից եւ այժմ ցանկանում է, որպեսզի ոչ թե իր կարիերան իր փոխարեն ընտրություն կատարի, այլ ինքը ընտրի իր կյանքը։ Այսինքն նա չի ընտրում այլևս կարիերան, նա ուզում է ապրել։ Ինձ թվում է ճիշտ է անում մարդը, պետք չի մեղադրել։ Եվ հետո ինձ թվում է տարիքից անցել է, որ նա պետքա սամանտա դառնա նորից։ Սկսեցին խոսել այդ մասին, ակտիվ քննարկել, որ կռիվ ա եղել այսպես են, եղել է նրանց մեջ վեճ, չի եղել։ Ինձ թվում է դա կարևոր չի։ Կարևորն այն է, որ մենք ունենք լեգենդար սերիալ, որը կարող ենք դիտել եւ կարող ենք ընկալել մի փոքր այլ կերպ։ Ուշադիր եղեք, եթե սերիալը դիտելու եք, ուշադիր եղեք կանանց խոսքին, թե նրանք երբ որ խոսում են ինչ-որ թեմայի շուրջ, դա հիմնականում սեռական կյանքի մասին է, թե նրանք ինչ արգումենտներ են բերում, ինչեր են խոսում, ինչպես են շարադրում իրենց միտքը, դա լսեք, այլ ոչ թե կոնկրետ ինչի մասին է, թե ինչ է պարունակում, ինչ նյութ կա իրանց ասածի մեջ։ Շատ տրամաբանական են, շատ հետաքրքիր մտքեր են, որ ակտուալ են անգամ 30 տարի անց, մինչև հիմա։ And Just Like That-ի մասին ոչինչ չեմ կարող ասել, ես բաներ չեմ կարողանում ու չեմ կարողանա դա նայել, երևի թե։ Մեկնաբանություններում կարող եք նաև գրել, թե երբ եք առաջին անգամ այս սերիալը դիտել, քանի տարեկանում։ Ես այն դիտել եմ 2018 թվականին, ոչինչ չեմ հասկացել։ Այնուհետև դիտեցի անցյալ տարի 2024 թվականին, հասկացա, որ սա շեդևր է։ Չէ, իրոք սա շեդևր է։ Իդեպ սերիալի մասին ես իմացել եմ Հրաչյունոց Մազյանի շնորհիվ։ Եթե կհիշեք, նա Կոսմոպոլիտան ամսագրի խմբագիրն էր եւ անդադ խոսում էր այս սերիալի մասին։ Ես այդտեղից հիշում եմ, միշտ ուզում էի նայել, չէր ստացվում, վերջը 18 թվականին նայեցի, ոչինչ չհասկացա։ 24-ին հասկացա։ Մի խոսքով այսքան էր, ես հուսով եմ, որ հոլովակը հավանեցիք, ես հուսով եմ, որ դուք ինձ կաջակցեք եւ մենք շատ շուտով կհանդիպենք։ Լավ մնացեք։